Նույնը արել է նաև Սամվել Օքանովսկին, որի մոտ 3 քիլլեր կար։ Նրանցից երկուսին նա 5 անգամ ուղարկել այնպիսի դիրքեր, որտեղ անօթաչուներ էին հարվածում, բայց սպանել նրանց չի հաջողվել։ Այդ ժամանակ նրա մոտ եկել է մի հարուստ մարդ Ռուսաստանից, եւ Օքանովսկին խաբել է թե քիլլերներին, թե այդ հարուստին, ասել է գնացեք մի կոնկրետ դիրք եւ տվեք ջերմատեսիլները։ Օքանովսկին լավ գիտեր, որ այնտեղ կռիվ է սկսվելու եւ երկինքը լիքն է անօթաչուներով։ Այդ կերպ զոհվել է հարուստը եւ քիլլերներից մեկը, իսկ մյուսը զրկվել ոտքերից, բայց նա մի կերպ փրկվել է։ Երրորդ քիլլերը տարօրինակորեն հիվանդացել է Երևանում եւ 2025 թվականի գարնանը նրան արդեն ուղարկավորել են։ Նրա մոտ հանկարծակի ուժեղ ցավեր են սկսել, կոկորտը ուռել է։ Ախտորոշումը համարյա բոլոր օրգանների ու կոկորտի քաղցկեղ։ Իմ տվյալներով սա հատուկ թույն է, որը կա Ռուսաստանի ԱԴՑ-ի ՖՍԲ դերքում։ Պատերազմի 44 օրերին Արթուր Վանեցյանը 1 րոպե անգամ չի կռվել։ Նա աշխատում էր ռուսների համար եւ Շուշիում դավաճանեց մեր զինվորներին։ Պատերազմի 44 օրերին Արցախի իշխանություններն ու բանակը ոչինչ չարեցին Հադրութի շրջանի գյուղերից հիվանդներին ու ծերերին տարհանելու համար։ Ահա թե ինչու այդքան շատ ծերեր զոհվեցին կամ գերի եկան։ Արցախի ֆեվված հասարակությունը թողեց ծերերին մեռնելու Ադրբեջանի զորքերի ձեռքում։ Նոյեմբերի 9-ին ազգային ժողովի շենքը ջարդում էին Ծառուկյանի մարդիկ, Արթուր Աղաբեկյանի մարդիկ, դաշնակցականները եւ այլոք։ Հսկայական գումարներ, որոնք հավաքվել էին, գողացան Հունաստանի, Բելգիայի, Ուկրաինայի եւ այլ հայկական համայնքները։ Ղարաբաղի հանցավոր խմբավորումը դիտավորությամբ հանձնել է ամբողջությամբ զենքով լի ռազմամթերքի պահեստները Ադրբեջանին եւ չի պայթեցրել դրանք։ Սա եղել է Քոչարյանի հրամանը ռուսներից, եւ ղարաբաղցիները կատարել են Քոչարյանի հրամանը։ Ոչ մեկ ժամ անգամ Ղարաբաղի համար չի կռվել Ռազմիկ Ամյանը, Անդրեն եւ մյուս ղարաբաղցի երգիչները, որոնք դուրս եկան կեղծավոր երեսպաշտներ։ Ոչ մեկ րոպե չի կռվել որևէ պաշտոնյայի, գեներալի կամ ղարաբաղցի մեծահարուստի որդի։ 99% Ղարաբաղի բժիշկները Ղարաբաղից դուրս են բերել իրենց որդիներին, եւ միայն եզակիներն են, որ պատերազմի ընթացքում կորցրել են որդիներին։ Ղարաբաղի կանայք հրաժարվել են հաց թխել զինվորների համար, եւ միայն 2-3 կին է ամբողջ պատերազմի ընթացքում թխել հաց։ Նրանցից մեկը Ճարտար գյուղից էր, անունը Մարիետա։ Ղարաբաղի ամենապարզ ու արժանապատիվ տղամարդիկ էին, որ պաշտպանեցին իրենց տները։ Դա կազմում էր մոտ 13-15% Ղարաբաղի բոլոր տղամարդկանցից։ Հիշեք, որ իրականում կռվում էին միայն 1-3-1-ին Պոտոսը, եւս 15%-ը ձևացնում էին, թե կռվում են, իսկ մնացածը փախան։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ամաչեցինք այն պատճառով, որ Դավիթ Տոնոյանը ախբերության միջնորդությամբ աշխատանքի էր ընդունել Ղարաբաղից մի աղջկա, Շուշան Ստեփանյանին որպես մամուլի խոսնակ։ Աղջիկը նույնիսկ 2 նախադասություն չէր կարողանում կապել, եւ նրա փոխարեն ստիպված էին խնդրել, որ խոսի Արծրուն Հովանիսյանը։ Մեղավորը Դավիթ Տոնոյանն էր, ով աշխատանքի էր ընդունում անհաջող մարդկանց եւ բանակը թողեց առանց մամուլի քարտուղարի։ 44 օր Արծրուն Հովանիսյանը կատարում էր Շուշանի գործը, ով անհասկանալի է, ինչի համար էր ստանում աշխատավարձ եւ հերոսների մահվան հաշվին բաժանորդներ էր հավաքում սոցցանցերում։ Ղարաբաղի գեներալները խաբեցին ողջ ժողովրդին եւ ցույց էին տալիս կեղծ տեսանյութեր, թե իբր իրենք ադրբեջանական տանկեր են խոցել։ Իրականում դրանք խոցված հայկական տանկեր էին։ Պատկերացրեք, ինչպիսի սրիկամարտիկ էին նստած Ղարաբաղում, որ սպանված հայերին ներկայացնում էին որպես սպանված ադրբեջանցիներ։ Պատերազմի բոլոր 44 օրերին Ռուսաստանը օգնել է Ադրբեջանին։ Պատերազմի բոլոր 44 օրերին Ղարաբաղի գեներալները, նրանց հրամանատարները եւ թիկնապահները սպանել են Հայաստանից եկած զինվորներին Փաշինյանին տապալելու նպատակով։ Վաղը մենք մանրամասն կհրապարակենք, ինչպես եւ որտեղ էին նրանց սպանում դիտավորյալ եւ ոչ դիտավորյալ։ Պատերազմի 44 օրերին Երևանի բժշկական կենտրոնների բժիշկները հսկայական գումարներ վաստակեցին կեղծ տեղեկանքներ տրամադրելու։ Ոչ մի կասկած չկա, որ ոստիկաններին Հայաստանից պայթեցրել են Շուշիում ղարաբաղցի հայերի տվյալների հիման վրա, որոնք տեղեկացնում էին ադրբեջանցիներին խոսելով հայերեն։ Ռուսները հայկական ռազմական համազգեստով մտնում էին հետևից եւ սպանում հայկական զինվորներին, կոտրելու Հայաստանի կամքը եւ ստիպելու Փաշինյանին ընդունել Պուտինի պայմանները։ Այս մասին ինձ թաքուն պատմեցին ղարաբաղցիները։ Ռուսներն ու ղարաբաղցիները Շիրակի տղաներին հանձնել են գերության, Փաշինյանին տապալելու նպատակով։ Եվ ամենակարևորը,
Պատերազմի 44 օրերի ընթացքում մեր զինվորներին սպանում էին Ադրբեջանի զորքերը, Ղարաբաղցի գեներալներն ու քիլլերները, ռուսական լրտեսները և Մոսկվայի դաշնակցականները։ Հայ զինվորի դեմ կռվում էր և Ադրբեջանը և Արցախի իշխանությունը։ Ադրբեջանին անհրաժեշտ էր Ղարաբաղը, իսկ Արցախի իշխանությանը իշխանություն Հայաստանում։ Հիշեք, զոհված 3900 զինվորի 40%-ը ղարաբաղցիների ձեռքի գործն է։ Հեղինակ՝ Ռոման Բաղդասարյան։